Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Հարցը եթերում դուք դիտում եք քաղցր շաբաթ հաղորդումը, ձեր հետ Բոնինն եւ Լիկան ինչպես միշտ։ Մենք ստեղ թխելու ենք խմորեղեններ, թխվածքներ, պեչենիներ, չգիտեմ ինչեր, համեղ բաներ։ Այո, քաղցրավենիքներ, իսկ այսօր ինչ ենք թխելու, Կասի։ Կասի Լիկան։ Այսօր թխելու ենք քո սիրելի, սակայն դու դեռ չես կերել, չես փորձել, բայց դու դա արդեն շատ ես սիրում ելակով պիրոգ։ Ոու։ Ես չեմ կերել, բայց արդեն սիրում ես։ Ասում ես սիրում։ Okay։ Դες սկսեցինք։ Ինչա պետք մեզ դրա համար։ Մեզ պետք է շատ ելակ։ Շատ ելակ։ Ունենք շատ ելակ, այս շատ ելակ։ Իսկ ես որ sense ընթացքում սկսեմ ուտել վերջը։ Չէ, չուտես, կշռածա։ Ոնց թե կշռածա, բայց ուզում եմ։ Չէ, պետք չի կշռ։ Ելակը բերե դերը դեմս ասում եմ մի կեր։ Հա։ Հետո կուտես։ Հեռու եմ դնում, որ ձեռը չհասնի։ Ահա, մեզ պետք է 1 ձու, շատ ալյուր, մի քիչ կարակ, շաքարավազ եւ որպեսզի ելակը լինի շատ համեղ, մենք պետք է կարամելիզացնենք, ինչ ենք անում դրա համար։ Նայ, ես քեզ հիմա ասեմ, դու ինչ ես անում։ Ինչ ենք անում։ Ձուն կոտրում ես այստեղ, Ում կոտրեցինք այդտեղ։ հագնում ես ձեռնոց, Հաճազմելու ենք ձեռքով։ այդքան էլ ձեռքով չէ, սկզբից ոչ ձեռքով, հետո ձեռքերով։ Սկզբից մի ձեռքով, հետո չես գցել։ Սա քեզ։ Ինչ անում։ Որտեղից ես սովորել տենց բաներ։ Ահա։ Վառում էիր Վառեցի։ բոլորիս։ Արդեն վառեցի։ Վառվեցի։ Ահա։ Այ, Ահա։ Աշխատեց, կարողացար։ չէ, բայց ինձ դուր չի գալիս այս դեղին պահը։ Հա։ Հա, Ուրիշ կա աչք վառի։ Էտա։ այստեղ է կա դեղին պահ։ Ահա, չկար դերի։ Լավ Ինչ տաքացնում ենք ենք անում։ հաստ հիմքով տապակը։ Ինչ ենք անում, ձուն կոտրեցիր։ Ալյուր եմ դες։ Հա։ Չէ, Բա, շաքարավազ։ շաքարավազ։ Ձուն, հաջորդ քայլը Միշտ շաքարավազն է։ Հետո, Անցած շաբաթ ասացիր մոռացա։ ահա, աղնա, ես քեզ միշտ եմ ասում, բոլոր շաբաթներին ասում եմ։ Պարանիկի վանիլը, աղը, բխրեցուցիչ այսօր մեզ պետք չի, տենց լավ ձեռքով այնքան որ խառնի, Ահա։ մի քիչ էլ, Ահա։ պատերից լավ հավաքի, մի քիչ թող գույնը փոխվի, հա, այնքան խառնի, Լավ է խառնում։ շատ լավ ես խառնում։ Ինձ թվում է մեզ էլ պետք չի բառ։ Կարակը պիտի լինի շատ փափուկ, մի հատ կստուգես փափուկա թե չէ, Հա։ հա, Ահա։ ահա, շատ գեղեցիկ, մեզ մառանիկից, Զանգում մառանիկի են։ տիրուհին է, Բարև ձեզ։ Բարև իմ շատ սիրելի Լիկա եւ Բոնի ջան։ Լիկա ջան, հենց ինձ ասում ես մառանիկի տիրուհի, այնքան լավ եմ զգում։ Մի անգամից մոռանում եմ, որ բարձր ճշում ունեմ, մոռանում եմ, որ մեծացել եմ, աչքերս լավ չեն տեսնում, ոտքերս էլ ցավում։ Մոռանում եմ, որ ցածր է այն անտեր խելոգլոբինս։ Ինչ խելոգլոբին է, խեմոգլոբին, չէ, էլի մոռացա, ինչ էր դրա անունը։ Հիշեցի, հեմոգլոբինս։ Օֆ Ամանդա, լրի սկլերոզ ես դարել։ Հա, ինչ էի ասում, շատ գեղեցիկ է հնչում մառանիկի տիրուհի։ Շնորհակալ եմ գեղեցկուհի Լիկա ջան։ Ինձ կարծես երկինք բարձրացեցիր։ Դե լավ, իջնեմ ցած դեպի իրականություն։ Ինչպես տեսնում եմ, էլի համեղ քաղցրավենիք եք պատրաստում։ այո իհարկե, միշտ, Լիկա ջան, Բոնի աչքը այդ ելակի վրա է։ Գոնե մեկը տուր թող ուտի։ լավ, կտամ, մի հատ կտամ, լավ, հա, Հո հաշված չի ելակը, ոչինչ, թող մի հատ էլ պատասի։ Տուր թող Բոնին ուտի։ լավ, տիկին Ամանդա ջան, Մերսի շատ Ամանդա ջան։ Ձեր շնորհակալություն, որ կաք եւ այսպիսի հրաշք հաղորդում եք վարում։ Դե լավ, դուք շարունակեք պատրաստել, իսկ ես պատմեմ Մառանիկ բրենդի մասին։ Մառանիկն առաջարկում է ծաղարեղենի եւ համեմունքների հարուստ տեսականի, ավանդական եւ հազվագյուտ տեսակներով, այդ թվում մեր բոլորի շատ սիրելի զիպ հավաքածուն։ Զիպ փականի շնորհիվ
Համեմունքները երբեք չեն խոնավանում, իսկ օգտագործելը շատ հարմար է։ Մառանիկն ունի համեմունքներ նաև ապակյա հարմարավետ տարաների մեջ։ Դե բոլորս գիտենք, որ ապակյա տարաների մեջ համեմունքները պահպանում են իրենց համը որակը, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Շնորհակալություն, Տեսա։ մի հատ կտամ քեզ ադլա։ Չեմ կարող դեռ Դեռնոցով չես կարող ուտես։ Կարակը ալյուրը, այստեղ տապակը արդեն տակ է, ալեցնում ենք շաքարավազը, Կարակն խառնվեց արդեն։ պատրաստ է քեզ մոտ, ընտիր, չէ, մի հատ լավ, էլի լավ։ Լրիվ կարակը չեմ լցրել։ Ինչ ենք անում, չենք խառնում, կարամել պատրաստելու ժամանակ, պարզապես տարածում ենք ամբողջ հավայով, բայց չենք կպնում։ Չեք դիմանալու, ուզենալու եք խառնել, բայց չեք խառնում։ Ապրես։ Համարյա վերջացնում ենք։ Ահա, բայց այդ արդեն ալյուրը լցրու դիր մի կողմ, որովհետև մենք շատ կարևոր գործ ունենք։ Ինչ գործ։ Մենք պիտի կտրատենք Ելակը։ շատ արագ ելակը։ Ես եմ կտրատել, հա երկուսով են կտրատել։ Ալյուրը լցնեմ ստեղ։ Լցրու, Լրիվ։ խառնի, բայց չկպցնես իրար։ Այսինքն, Խրբող պիտի լինի։ չհասկացա։ Ելակը կտրտի։ Ավելավ անես, քան բացատրես։ Ան։ Դու հիմա արագ ելակը ոնց ուզում ես, ոնց քեզ հարմար է։ Հա, մանրացնեմ։ Հա, Դանակ։ Էս տավա։ Էս շապի լավա, թե ավելի ման։ Շատ լավ է։ Իդեալական է ես կասեի, ոնց է, դες ուր էիր։ Էս շապատ ուրեմն ուզում էի գնայի հանգստանալու, բայց չստացվեց։ Ով քեզ խանգարեց, չթողեց։ Գործերս խանգարեց, բայց ես ուզում եմ գնալ նորից հանգստանալու։ Իսկ ուր ես ուզում գնալ։ Ես սիրում եմ, երբ որ ես շատ հոգնած եմ, գերհոգնած եմ, ես սիրում եմ пассив հանգիստ։ Այսինքն ուղղակի մենակով, այսինքն չէ, ընկերներով կամ իմ սիրած մարդու հետ։ Ես սիրում եմ пассив, եթե ես շատ հոգնած եմ։ Իսկ այս տարի որոշել ես ուր ես գնալու։ Կուզեի Կիպրոս, օրինակ։ Բայց հավանաբար Եգիպտոս։ Ոչինչ, մոտիկ են։ Հանգստի տեսակներով մոտիկ են իրար։ Իսկ ինչի կուզեի, հնարավորություն չկա։ Կա, ուղղակի գործերն են շատ։ Լավ է սենց, դες լավ եմ կտրտում։ Շատ լավ է։ Կոհեք իմ աշխատանքից։ Միշտ կոհեմ, միշտ։ Իսկ քո արտադրամասում չկա մարդ, որ կարամ տակը փորեմ ես գամ իրա տեղը։ Կա։ Հա։ Առանց տակը փորելու, հանգիստ արի Իսկ աշխատել։ ինչքան աշխատավարձ կտաս ինձ։ Հիմա բարձրաձայն ասեմ։ Ասա մենք տու կդնենք։ Ըստ ու չեն լսի մարդիկ։ Ասեմ, դու այդքան։ Այդքան Հա։ ես համաձայն եմ։ Գալիս ես։ Հա։ Սա արդեն դնում ենք տապակի վրա։ Նայ։ Հա, դες պիտի լիներ։ Հասկացար, հիմա Հասկացա։ սա մի մասը լցնում եմ, մի մասը թողում եմ։ Ինչի։ Որ վրան լցնեմ։ Դա ինչ տեսակի խմորը։ Շատ է, շատ արագ։ Մենք դեռ արել ենք հեչ։ Չէ, Չես մենք առաջ սենց անգամ չենք ենք խմոր։ Տարածում եմ, նայ, գեղեցիկ։ Հա, հետո կլուբնիկը լցնել ենք այդտեղ։ Հա։ Ճիշտ է։ Սեղմում եմ։ Ճիշտ ես։ Ահա, Նայ, սեղմում եմ պապերին։ ահա։ Սա իհարկե կարող է լինել նաև այն ուրիշ ֆորմայով, այն սենց ատամիկներով, հա։ Լավ, առայժմ թող մնա, ես մի հատ շաքար այստեղ արդեն ճիշտ է վառվեց, շատ ճիշտ վառվեց, ինձ այսպես է պիտի վառվեր։ Հա։ Այստեղ ավելացնում ենք կարագը։ Սա չխառնեցի, դիմացա։ Ահա։ Հիմա կարագը կհալվի, այստեղ կավելացնենք քո կտրատած ելակները Ահա։ եւ 1 ճաշի գտալ օսլա։ Ահա։ Բայց վերջում ինչ ենք անելու։ Սա լցնելու ենք վրան։
Տխելու ենք։ Հնարավոր է ձեզ մոտ կտրվի, տեսեք, բայց չհիասթափվեք, շաքարի որակից շատ հաճախ լինում նման բան, փորձեք դեռ արագ խառնել։ Այսինքն երկար խառնել կտրվի, այսինքն առանձնանալի է։ Հա, փրփրտվում է։ Հասկացար։ Դրա համար հիմա այստեղ շատ շտապ քո ելակն ամես պետք։ Լուրջ։ Վերջացրեցի, մնացել է 2 հատ։ Ապրես։ Մեկը կեր, Կերել եմ արդեն մի հատ։ մի հատ էլ կեր, Վերջինը կուտեմ։ այն մեկն էլ մի խաթր կեր։ Իսկ բայց դու չունես, քեզ դու չկերար։ Այստեղ մառանիկի օսրայ։ Արդար չի։ Ինչ է, ոչինչ։ Դու չկերար։ Ոչինչ, ես հետո բանը կուտեմ։ Չէ, արի ես կիսեմ 2-ը ուտենք։ Ան։ Ապրես։ Անտիր։ Դու կարող ես խոհարար ես համել։ Ինչ սիրուն կտրատել ես։ Բա իհարկե։ Արագ խառնում։ Ես ամեն ինչում եմ ուժեղ։ Հա, դու ինչ որ շատ բազմատաղանդ տղա դուրս եկար։ Դու շատ տակա, շատ աննորմալ տակա, գիտես, չէ։ Հիմա այս ընթացքում այստեղ 1 ճաշի գտալ կամ 2 թեյի գտալ օսլա ավելացրեցինք։ Նորից խառնում ենք եւ գիտես մեզ զանգել է Միմին, ասում է եթե հիմա կոմպոտ չխմեք, չեք թարմանա։ Հա։ Ողջույն Միմի, ո՞նց եք։ Ողջույն Լիկա եւ Բոնի։ Ես ուրախ, հրաշալի, կարելի է ասել, եթերային տրամադրություն ունեմ։ Ուրախ եմ, որ միացա ձեզ։ Եվ երկրորդ, ես շատ եմ սիրում ամառը, որովհետև ամառն իր հետ լիքը արև է բերում։ Եթե լիքը արև, ուրեմն լիքը art food։ Մի խոսքով ես արևային եմ այսօր, իսկ դուք ինչպես եք։ Շատ լավ։ Դուք ամեն անգամ art food-ի տարբեր համեղ կոմպոտներ եք բացում։ Հենց նոր հետաքրքիր բան մտածեցի։ Կան մարդիկ, որոնք սիրում են միմիայն կարմիր հյութեր կամ կոմպոտներ, ասենք նռան, բալի, մորու, մոշի եւ այլն։ Իսկ որոշ մարդիկ էլ սիրում են բաց գույնի կոմպոտները։ Սերկեֆիլի, ծիրանի, խնձորի, տանձի համով։ Մարդկանց համային եւ գունային նախասիրությունները պատահական չեն։ Ասում են, թե կարմիր գույնը ասոցացվում է էներգիայի եւ հարստության հետ, իսկ բաց գույները թարմության եւ արևի հետ։ Փաստորեն, դուք այսօր ունեք թարմության եւ արևի կարիք։ Ապրի մեր ճաշակով Բոնին։ Բոնին լավ նայր, Լիկա ջան։ Բոնին ես միշտ լավ եմ նայում։ Թող Բոնին ինձ լավ նայի։ Բայց ես քեզ վատ եմ նայել։ Նայ առաջինը քեզ եմ լցնում դաժե։ Հա։ Տեսնում ես ինչ ջենտլմեն է, առաջինը քեզ է հյուրասիրում։ Իրականում Բոնին շատ նրբանկատ տղամարդ է, իսկապես նա քեզ շատ լավ է նայում, Լիկա ջան։ Խելոքացել է, չէ։ Ինքը միշտ էլ խելոք է։ Լիկա ջան, քանի Բոնին զբաղված է եւ կարծես չի լսում ես, մի կարևոր բան ասեմ։ Գիտես ինչն է ինձ առավել զարմացնում եւ հիացնում։ Հումորի արտիստը եկավ խոհարարական հաղորդում վարելու եւ այնպես հեշտ ադապտացվեց, որ թվում է, թե նա ծնվել է թխվածքներ պատրաստելու համար։ Այդ դա է իսկական կերպարանափոխությունը։ Դե լավ, թող Բոնին համեստորեն լռի, դուք պատրաստեք համեղ քաղցրեղեններ, art food-ի կոմպոտով խմեք քաղցր շաբաթի համար, իսկ ես պատմեմ art food-ի մասին։ Art food-ը միշտ կանգնած է հայ գյուղացու կողքին, մթերելով նրա ստեղծած ամենաթանկ բարիքը։ Այս նվիրումից ու համատեղ աշխատանքից են ծնվում բնության կատարյալ համերն ու այն որակը, որին տասնամյակներ շարունակ վստահում է հայ ընտանիքը։ Շնացնենք մեր երկիրը, սատարելով հողի մշակին եւ հայ արտադրողին։ Art food, քո հողից, քո ձեռքերով, քո տոն։ Սա քեզ։ Շնորհակալություն։ Օ, ապրես։ Խմեք քաղցր շաբաթի համար։ Հա։ Իսկ համեղ կիրակին հեչ, հա, այնտեղ չես հեչ։
Ես ոնտեղ չկամ։ Եթե ինձ Էս ինչ լավներ։ Միշտ էլ արտուտի կոմֆորտները շատ համով են։ Շատ։ Արի դու այստեղ մի քիչ խառնի, կզգաս, որ գույնը լինի, տեսնում ես, այս կողմը մի քիչ թափանցիկություն ունի։ Որ նկատես թափանցիկություն, արդեն կարող ես անջատել։ Ահա, ես շարունակեմ խմորը սեղմեմ, ճզմել։ Իսկ ես խմորեղենի անունը ինչ էր մոռացել եմ։ Պիրոգ, ելակով։ Ելակով պիրոգ։ Պիրոգի տեսակներից մեկն է։ Ահա, բայց խմորը տենց է լինում պիրոգի։ Սենց էլ է լինում։ Սա մի քիչ ամերիկյան ոճի պիրոգ է։ American, do you know? American, you know. Մի քիչ բարձրացնում եմ դեպի պատերը։ Այսինքն ելակը լցնելու ենք, հետո վրան էլի խմոր, թե ելակը Վրան էս փշուրը լցնելու ենք ու տնենք թխենք ու վերջ։ Ու պատրաստ է մեզ մոտ։ Ոնց է քո մոտ ստացվում է այդտեղ։ Ես իմ չեմ հասկանում։ Մի քիչ էլ, մինչև լինի թափանցիկ։ Հոտն էլ է լավը, բայց Շատ լավն է։ Ուզում ես ավելի լավ հոտով բան քեզ բերեմ։ վանիլ, Չէ, բա։ կռահի։ Գնում եմ դեպի սառնարան, կռահի։ Յոգուրտ։ Յոգուրտ։ Ելակով քեզ յոգուրտ։ Քանի որ ելակ ես խառնում, աչքդ այդ ելակի վրա է։ Ելակի մասին։ Ահա, եւ Պամելա ողջույն, ոնց եք։ Ողջույն իմ շատ սիրելի Լիկա եւ Բոնի։ Ես շատ լավ եմ։ Ասում էի, չէ, որ հարևաններս ինչ հաճախ հյուր կգան։ Ես ճիշտ էի։ Հիմա նրանք նստած են իմ տանը, հաճույքով վայելում են Միլկինի յոգուրտները եւ հետեւում են, թե դուք ինչ նոր քաղցրավենիք եք պատրաստում։ Դու խոսայես կխառնեմ։ Ասեմ ավելին, հարևաններս կմնան այնքան, որ ժամը 9-ին դիտեն Women's Club-ը։ Ես շատ անհամբեր սպասում եմ, հատկապես Բոնի ստենդափին, այն որ ասում է տղան ամբողջ կյանքում մի կոստ է ունենում, այդ կոստով էլ իրեն թաղում են։ Վայ, Բոնի ջան, դեմ քեզ դու։ Բոնին աչքից բաղված է, ելակ է խառնում, ձայն չի հանում։ Այո, Ինչպես տեսնում եմ, այսօր ձեզ մոտ ելակային աուրա է։ Թխվածքը ելակով, յոգուրտը ելակով, հրաշալի է։ Ձեզ բարի ախորժակ եմ մաղթում։ այո։ Եվ պատրաստենք եւ վայելենք։ Դե ուրեմն շարունակեք անպայման գրեք բավադրատոմսը, թող բոլորն իմանան, իսկ ես խոսեմ Միլկինի մասին։ Կարևորելով ձեր առողջությունը, Միլկինն արտադրում է բացառապես անարատ եւ թարմ կաթնամթերք։ Հայկական արտադրանք առանց կոնսերվանտների, ապահովում է ձեր օրգանիզմի եւ հատկապես աղիների առողջ գործունեությունը։ Ես սիրում եմ Միլկինը, հատկապես յոգուրտների հատապտղային միքսերը։ Տարբեր համեր, տարբեր էմոցիաներ, վաճառվում է ամենուր։ Միլկին, առողջ ընտրություն ողջ օրվա համար։ Յոգուրտները ձեզ էլ։ Էս քեզ։ Որ Շնորհակալություն։ ուզում ես կարաս մի քթալ այդտեղ ավելացնես, ոչինչ չի լինի։ Չէ, ես կուտեմ, ինչի՞ Կհամովանա ավելի։ Լավ է։ Մնացածը արդեն ջեռոցի մեջ։ Զգացիր մի քիչ ավելի բացվեց գույնը։ Այո, թափանցիկացավ։ Ահա, պղտոր գույնից դուրս եկավ։ Դու վայելի Միլկինի յոգուրտը, ես սա ավելացրեցի խմորի վրա։ Ավեսա չէ։ Ինձ թվում է շատ համով է լինել։ Շատ։ Իսկ դու ելակ շատ ես սիրում։ Հա, ես ելակ, բայց ամենաշատը սիրում եմ ազնվամորին, մալինան։ Որտեղ դու ազնիվ մարդ ես։ Լավ ես ազնվա։ Մերսի, դու էլ։ Եթե գնահատում ես, ուրեմն դու էլ ես ազնիվ մարդ։ Ես ելակ մարդ եմ։ Մի քիչ sense հնդկական բարելով։ Ուսա գնալու ջրոց ու դուրս գա Ահա։ մի հրաշալի անznավորություն։ Այո։ Այս անznավորություն։ Անznավորություն, այո։ Ահա։ Այդ ինչ ենք անելու։ Տանում ենք ջրոց։ Ամեն ինչ արեցինք։ Ահա։ Տանում ենք ջրոց ու սպասում ենք։ Ում։ Անznավորության։ Այս անznավորությունը որ էվտի։ Շատ լավ։ Գնացինք։ Տխում ենք, իսկ դուք բաղադրատոմսը կարող եք արդեն տեսնել էկրաններին։ Մեզ գրեք YouTube-յան ալիքով ինչ եք ցանկանում։
որ մենք ձեզ համար թխենք, բոնին ձեզ համար թխի։ Որտեղ բոնի ձեռքը շատ համեղ է, բոնի շատ լավ է թխում։ Կողմեր ինձ թե վատ բաներ։ Չէ, վատ բաներ էի ասում։ Ինչ էի ասում այլ։ Ասում եմ որ դու շատ անհամ ձեռք ունես։ Հա։ Հա, չէ՞։ Լավ։ Դա չի ասում։ Ես չգիտեմ, դու ինձ կողմ ես հիմնականում։ Դու վայելի, ես ուզում եմ դու թարմ դեմք ունենաս, միշտ փայլուն։ Դա համար պետք է ուտել միլկինի յոգուրտը, իսկ մենք կհանդիպենք մի քանի րոպե հետո, երբ որ արդեն թխված կլինի մեր։ Այո։ Սպասեք, եւ մենք կվերադառնանք քիչ անց։ Մեր ելակով պիրոգը պատրաստ է արդեն։ Բայց գիտես ինչն է վատ, Ինչը։ որ պիտի սառի։ Հա։ Բայց մենք անհամբեր ենք։ Հա, բայց մենք ոչ ենք սպասելու որ սառի։ Հիմա հա դնելու ենք, տեղափոխելու ենք, լինելու է շատ դժվար, փխրվելու է, փշրվելու է, բայց որ սառի մի քիչ ավելի հեշտ է այդ աշխարհը։ Դուք մի քիչ կհամբերեք, որ սառի։ Հա։ Մինչև մի հատ կոֆե դնեք, մինչև հյուրերին կանչեք, կսառի։ Քանի որ մենք սուրճ չենք խմում ու մենք հյուրեր չունենք, Ահա։ մենք ստիպված պիտի հիմա ուտենք։ Բայց տակա մի քիչ հիմա նույնիսկ տեղափոխությունը բարդ կլինի։ Ուզում եմ այստեղից տեղափոխել առանց խորհելու։ Հետո ֆոլգա հանելն է դժվար լինելու։ Ոչինչ, մենք մի բան կմտածենք։ Այս ամերիկյան տիրոգները հենց փխրուն են։ Նույնիսկ որ ֆոտոների մեջ նայում Հա, ես։ ես գիտեմ։ Տեսնում ես։ Օխ, ժամացույցը աշխատեց։ Վախից էր։ Ես վախենում եմ, բարձրացնեմ ու Որ փշրվեց, ոչինչ։ Ձերը Ոչինչ։ չի փշրվի, որովհետև մենք շուտ ենք քանդում։ այո, տակ վիճակում նույնիսկ ֆորմայից չեք հանելու։ Օգնեմ քեզ։ Չէ։ Սպասի։ Մի հատ պետքա թեթև Այդ է ուզում։ այս, ահա, Ահա։ գնաց։ Մի քիչ ծորած, բայց Ոչինչ։ ձերը տես չի լինի, որովհետև ձերս կլինի սառը։ Այո, մենք նախապես ձեզ զգուշացրեցինք, որ կարող է այսպես Այո։ լինել։ Այս կողմից սիրուն է։ Հաստատ։ Ես նույնիսկ ֆոլգայից չեմ կարող հիմա հանել։ Այս անգամ արի մենք էքսպերիմենտ անենք, թող ֆոլգայով լինի մեր խմորեղենը։ Թող լինի, եւ ես կարծում եմ, որ մեզ մարդիկ կհասկանան, որովհետեւ այս այն տարբերակն է, որ պետք է սառի, շաքարը նույնպես քարանում է, կարամելը չէ, մենք որ պատրաստեցինք, նույնպես սառում է եւ պնդանում է։ Չէ, չես կարողանա մեկը, միևնույնն է։ Հովացնում եմ մի քիչ։ Իմաստ չունի։ Դարի կտրենք ու ուտենք։ Կարևորը համն է, ոչ թե տեսքը։ Կտրենք։ Կտրենք։ Ես ափս եմ բերում, կտրենք ուտենք։ Դե մի քիչ վախենալու պա, հա։ Ձեռքս չի գնում։ Թող ես կտրեմ։ Այս փլված մասից կտրի։ Գիտես ինչ կարանք անենք, կարանք մի հատ սա կտրենք։ Այսպես ֆոլգան։ Կարամելը բավական երկար ժամանակում է սառում։ Արի գտալով ուտենք։ Գտալով։ Հա։ Արի։ Բայց զգուշ շատ տաքա, շատ։ Կսառեցնենք փչելով գոնե։ Դու տեսար կարամելը որ թռավ քո ձեռքին ինչպես վառեց։ Գնացինք։ Ոխ, կեր։ Կոյ ինչ տակա։ Ասում քիչ ես վերևից եմ ուզում։ Այսինքն։ Հա, բայց նենց արա այսքան մասը գոնե վերջում սիրուն մնա։ Դեպ չի։ Բայց ինչ համով է։ Ինչ անհամբերն ենք։ Սարամա։ Ահա որ համով է։ Մնում է համբերություն։ Ինչ։ Անհամբեր լինելը։ Համ պլյուսներ ունի,
համ մինուսներ։ Ուտում ես առաջինը, բայց համ էլ տաք է։ Ահա որ տոքա։ Մի քիչ որ սպասեինք մենք։ Իդեալական կլիներ։ Դուք սպասեք մի քիչ, մի քանի րոպե պետք որ սառի։ 20 րոպե։ Կեժա։ Մի ժամ սառնարանում։ Դրանք պետք է նույնիսկ դրանք սառնարան մի ժամով։ Իսկ մենք չհամբերեցինք շուտ կերանք, բայց շատ համով է։ Շատ համով այս էլ եմ ուզում։ Կներեք։ Շատ համով է։ Այ շատ տոքա։ Հա, սպասենք սառնի, բայց ոչինչ։ Մի խոսքով կարամելը Մենք կհանդիպենք մի շաբաթ ավելի համբերատար կլինենք։ Չէ՞ անհամբեր կլինենք։ Համու բանը բերեն դնեն դիմացդ ոնց համբերատար կլինես։ Հնարավոր չի։ Դու չէիր տեսել ինչ ելակեի պահելի ես։ Ես ինչա։ Ոտ։ Ում։ Չգիտեմ։ Նայ, ոդկա։ Նայ, լրի ոդկա։ Բայց 5-րդ մատը ուր է։ Ուղղակի 4 մատանի է։ Նապաստակի ոդա։ Մի հատ նայեք էլի։ Տեսեք։ Այս ոդկը նվիրում եմ քեզ։ Այս այլ մոլորակայինի ելակա։ Հա։ Այ Բայց լավն է։ Չի տակրքիր։ Կհանդիպենք մյուս շաբաթ։ Ապրես տրամադրությունս բարձրացրեցիր։ Ոտով կգնաս տուն։ Ոտով կգնամ տուն։ 3 ոտքով, 4 մատով, 14 մատով կգնամ տուն։ Այո։ Իսկ մենք կհանդիպենք մյուս շաբաթ։ Քաղցր շաբաթ, համեղ կիրակի։